Բարև ձեզ, ես Գագիկ Աղեկյանն եմ, 7-րդ, 8-րդ, 10-րդ դասարանի երկրաչափության դասագրքերի հեղինակը։ Մենք ուսուցիչների հետ ձեռք ունեցել ենք բազմաթիվ հանդիպումներ, այդ գրքերի հետ կապված քննարկումներ եւ հիմա նախարարությունը երաշխավորել է նաեւ 12-րդ դասարանի հանրահաշվի այս գիրքը, որը գրված է հենկային ծրագրի համար։ Ավագ դպրոցի համար կա երկու ծրագիր՝ խորացված եւ հենկային։ Այդ ծրագրերը շատ տարբեր են եւ բովանդակությամբ եւ ժամանականակով նախատեսված են տարբեր նպատակներ, կարիքներ եւ հնարավորություններ ունեցող աշակերտների համար։ Եվ բնական է, որ յուրաքանչյուր ծրագրի համար լինի առանձին դասագիրք նշված պատճառներով։ Ուրեմն 12-րդ դասարանի հենկային ծրագիրը 1 կիսամյակ է ենթադրում եւ շաբաթական 1 կիսամյակ 2 ժամ։ 9 ժամը հատկացվել է կրկնության համար, ավարտական քննությունների նախապատրաստվելու համար եւ համապատասխան առաջադրանքների խումբ նախատեսված է դասագրքում առկա է նաեւ այդ ժամերի ուսուցումը կազմակերպելու համար։ Թեման 12-րդ դասարանի հենկային ծրագրով նախատեսված թեման մեկն է՝ մաթեմատիկական տրամաբանության տարրեր։ Ես համարում եմ, որ սա չնայած մաթեմատիկայի մեջ չխորացող աշակերտների համար է հենկային ծրագիրը, բայց տրամաբանության էլեմենտները կարևոր են անկախ մասնագիտությունից եւ հնարավորություն կա եւ մյուս բանը դա կապ չունի մյուս թեմաների ուսումնասիրման, յուրացման բարձր կամ ցածր մակարդակի հետ։ Սա առանձին մի թեմա է, որը կարելի է ուսումնասիրել եւ բարելավել տրամաբանության հմտությունները։ Թեման կարևոր է եւ նախատեսված առաջադրանքները հաշվի առնելով հենկային ծրագրի համար գրված լինելը մաթեմատիկական ավելի քիչ օրինակներ ու առաջադրանքներ են պարունակում, դրանց մեծ մասը ուրեմն տարբեր բնագավառներից են, դրանք կարող են լինել քիմիայից, կենսաբանությունից, հայոց լեզվից, աշխարհագրությունից, աստղագիտությունից, առօրյա կյանքին վերաբերվեն, աշակերտները հնարավորություն ունեն այդ ամենը յուրացնելու, առաջադրանքները ունեն պատասխաններ, դասերը կարելի է կազմակերպել այս դեպքում շատ հնարավոր տարբերակ է ցանկացած հարցի խնդրի պատասխանելիս լուծելիս կազմակերպել բանավեճեր։ Կան խմբային աշխատանքներ նաև այսքանը ուրեմն դասագրքի հետ կապված։ Բնականաբար դասագիրքը ունի նաև մեթոդական ձեռնարկ։ Մեթոդական ձեռնարկը գրված է նույն ոճով, ինչ որ մնացած 9 դասագրքերի մեթոդական ձեռնարկներն են։ Ուրեմն կա ժամաբաշխում, նպատակներ, պարագրաֆների, կետերի վերջնարդյունքներ, ամփոփիչ աշխատանքի տարբերակներ, դրանք հնարավորություն ունեք դուք բացի մեթոդական ձեռնարկում դրանց առկայությունը ներբեռնել PDF տարբերակով կամ Word տարբերակով։ Ամփոփիչ աշխատանքների մասին է խոսքը։ Վիդեո ուղերձը չի նշանակում, որ մեր հնարավոր հանդիպումները դրանով ավարտվում են, ինչպես մյուս դասագրքերի դեպքում է եղել, մենք դեռ կունենանք on-line հանդիպումներ, հնարավոր են նաև off-line հանդիպումներ, եթե կծագեն հարցեր անպայման կանդրադառնանք այդ հարցերին, երբ որ դուք արդեն ծանոթացած կլինեք բովանդակությանը հնարավոր է նաև արդեն կհայտնեք ձեր կարծիքները, որոնք իմ համար կարևոր են։ Շնորհակալություն։